Սիրելիներ, շարունակում ենք մեր քարոզաշարքը առակների մասին եւ այսօր պիտի խոսենք մի իրականության մասին, որ մենք հաճախ թաքցնում ենք մեր բարեպաշտ ժպիտների եւ փառք աստծոների հետևում։ Այսօր մենք պիտի մտածենք հուսահատության կամ վհատության մասին, որ պատում է մարդ արարածին եւ երկինքը թվում է լուռ է, իսկ Աստված հեռու է։ Կա այսպիսի մի կարծիք ընդունված է, որ եկեղեցին հաղթողների վայր է, բայց եկեք անկեղծ լինենք։ Եկեղեցին զերծ չէ, հոգնած կամ արդեն աղոթքից ձեռք քաշած հավատացյալներով։ Մեր կողքին, մեր մեջ եւ հնարավոր է մենք երկար տարիներով աղոթքներ ենք արել եւ անպատասխան է մնացել։ Մարդիկ, ովքեր աղոթել են հիվանդի բժշկության համար, բայց տեսել են, որ այդ հիվանդությունը գնալով խորացել է։ Մարդիկ, ովքեր աղոթել են ապրուստի եւ աշխատանքի համար, բայց այդպես էլ չեն գտել եւ կանգնած են անորոշության առջեւ։ Միգուցե մարդիկ կան, ովքեր աղոթել են կյանքի ընկեր գտնելու համար եւ մինչեւ հիմա միայնակ են։ Հայր, մայր աղոթել են որդու վերադարձի մասին, բայց մինչև հիմա իրենց տունը դատարկ է եւ իրենց ծրտերը կոտրված։ Եվ հենց այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել. արդյոք պիտի շարունակենք աղոթել։ Արդյոք պիտի շարունակենք մեր քրիստոնեական կյանքը թե ոչ։ Եվ ի վերջո երբեմն մարդիկ այնքան են հուսահատվում, որ դադարում են Աստծուց օգնություն խնդրել։ Եվ այսօր մենք պիտի խոսենք մի առակի մասին, որ ճիշտ այս հարցերի պատասխանն է։ Առակը, որի մասին պիտի խոսենք, մեզ չի տալիս էժանագին աղոթքի բանաձևը եւ այն ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք մեր վհատության մեջ ու երկնքի թվացյալ լռության մեջ վերագտնել մեր աղոթքի զորությունը։ Պիտի խոսենք մի առակի մասին, որ մեզ սովորեցնում է եւ ասում է, որ պետք է ամեն ժամ աղոթել ու երբեք չվհատվել։ Եկեք միասին լսենք ավետարանի այս սուրբ հատվածը, կխնդրեմ ոտքի կանգնենք Աստծո խոսքի առջև եւ ընթերցենք Աստծո սուրբ եւ անարատ խոսքը։ Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ 1-ից 8 համարները։ Նրանց մի առակ էլ ասած այն մասին, որ պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել, եւ ասաց. Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Այդ քաղաքում մի այրի կար, որ նրա մոտ էր գալիս ու ասում. Իմ հակառակորդի դիմաց արդարադատ եղիր իմ հանդեպ։ Եվ նա երկար ժամանակ չէր կամենում։ Դրանից հետո իր մտքում ասաց. թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից էլ չեմ ամաչում, սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անվերջ չգա ինձ ձանձրացնի։ Եվ Տերն ասաց. լսեք, թե անիրավ դատավորը ինչ է ասում։ Իսկ Աստված միթե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր ցերեկ աղաղակում են նրան։ Նույնիսկ եթե ուշացնում է։ Ասում եմ ձեզ, շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Սակայն երբ մարդու որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի։ Եկեք աղոթենք։ Մեր սիրելի եւ սքանչելի Հայր, խոնարհվում ենք քո մեծությանդ առջև եւ խնդրում ենք Տեր Աստված, որ դու մեզ առաջնորդես եւ օգնես, որպեսզի հասկանանք քո խոսքը եւ կարողանանք մեր կյանքում այն օգտագործել եւ նրանով առաջնորդվել։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Կարող ենք նստել, սիրելիներ։ Ղուկաս ավետարանիչը այս առակը տեղադրում է մի լարված համատեքստի մեջ եւ սկսում է եւ ասում է, որ պետք է ամեն ժամ աղոթել եւ չվհատվել։ Այս առակը հաջորդում է մարդու որդու գալստյան վերջին օրերի եւ վախճանաբանական զրույցներին։ Երբ, ինչպես, երբ է գալու Աստծո թագավորությունը,
Փարեսցիները Հիսուսին հարցնում էին, ինչպես է լինելու, ինչպես է գալու Աստծո թագավորությունը։ Եվ որ սրանից առաջ 17-րդ գլուխը կարդանք։ Եվ Հիսուսն ասում է, որ Աստծո թագավորությունը տեսանելի նշաններով չի գալու։ Աստծո թագավորությունը ձեր մեջ փնտրեք։ Հետո աշակերտներին է անդրադառնում եւ ասում է, որ ժամանակ պիտի գա, չեք կարող ինձ տեսնել, բայց նախ եւ առաջ մարդու որդին պետք է չարչարվի, հալածանք կրի, մերժվի ստեղծագործության կողմից։ Եվ ինչպես գիտենք, վաղ եկեղեցին, որ Ղուկաս ավետարանի չգրում է այս եկեղեցին գտնվում էր հալածանքների, ճնշումների եւ դժվարության մեջ։ Հավատացյալները տենչում էին, հոգևոր համայնքը ցանկանում էր տեսնել Աստծո թագավորությունը, բայց սրա փոխարեն ինչ էին տեսնում նրանք։ Տեսնում էին տառապանք, տեսնում էին անարդարություն եւ ցավ, ինչը նրանց երբեմն տանում էր հուսահատության։ Եվ այս առակը մեր առջև բացում է մի անողոք իրականություն, որտեղ իշխում է մի դատավոր, եւ այս դատավորը ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից էր ամաչում։ Սա մի անօրեն դատավոր էր, եւ այս դատավորը առաջնորդվում էր իր սեփական շահերով, օրենքից դուրս մի պաշտոնյա էր, ով վաղուց դուրս էր եկել հասարակության բարոյական սահմաններից։ Սա մի կերպար է, հավաքական կարծես կերպար է, որը մարմնավորում է արդարադատության լիակատար փլուզումը։ Եվ մերձավոր արևելյան մշակույթի մեջ սա պարզապես վատ բնութագիր չէ։ Սա ամենածանր մեղադրանքն է, որ կարող է տրվել մարդուն։ Այդ մարդը չունի ամոթի զգացում։ Պատկերացրեք մի մարդու, որ չունի ամոթի զգացում։ Նրա ներսում կարծես չկա բարոյական ոչ մի նշույլ, չկա բարոյական ոչ մի բան։ Այս դատավորը պարզապես օրինազանց դատավոր է, ով ճանաչում է ուժի լեզուն, ով ճանաչում է փողի լեզուն։ Եվ այս մարդու կյանքը լիակատար հակասություն էր իր կոչմանը։ Ինչու, որովհետև 5 տականում եւ որ կարդում ենք, մենք տեսնում ենք, որ դատավորը եւ թագավորը պետք է լինեին Աստծո ներկայացուցիչը երկրի վրա։ Եվ իրենք պիտի արդարություն գործեին, իրենք պիտի արդարությունը պաշտպանեին։ Երկրորդ մնացորդաց 19-րդ գլուխ 6 համարում Հովսապատ թագավորը ասում է. «Դուք հիշեք, իմացեք, դուք մարդու համար չեք դատում, այլ Տիրոջ համար»։ Սակայն այս դատավորը դարձել էր այն ժամանակի կոռումպացված համակարգի մի մասը, որտեղ օրենքը օգտագործվում էր ոչ թե թույլերին պաշտպանելու, ոչ թե թույլերին օգնելու, այլ սեփական շահերը սպասարկելու համար։ Հետաքրքիր է, սիրելիներ, որ առակի մեջ այս դատավորը չի ձևացնում։ Կարող ենք ասել, նա ազնիվ էր իր անազնվության մեջ։ Ավելի ճիշտ կարելի է ասել, որ նա հասկանում էր իր բարոյական սնանկությունը։ Նա ինքը իրեն ասում է, նայեք ինքը իրեն ինչ բառեր է ասում։ Ասում է, թեև ես Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից էլ չեմ ամաչում։ Նա գիտի, որ ինքը անարդար է եւ նույնիսկ չի փորձում ձևացնել, որ ինքը բարի է։ Կարող ենք ասել, որ նա հրաժարվում է արդարության այն քողից, որով սովորաբար իշխանները ծածկում են իրենց անարդարությունը։ Այս դատավորը այնքան էր ընտելացել իր մեղքին, որ դարձել էր նրա բնույթը եւ նա կարծես ձևացնելու ու կեղծելու կարիք չուներ։ Եվ ինչ որ ձևով այս դատավորը հայելի է մեզ համար, սիրելիներ, որտեղ մենք կարող ենք երբեմն տեսնել ինքներս մեզ։ Հաճախ մենք հավատացյալներս, հոգևոր մարդիկ սկսում ենք ձևացնել։ Եվ որ տառապանքի եւ դժվարության մեջ ենք լինում, մենք սկսում ենք ձևացնել, որ ամեն բան նորմալ է։ Եվ որ ներքուստ մենք անհանգիստ ենք, մենք դատարկ ենք, մենք ցույց ենք տալիս, որ մենք հոգատար ենք։ Մենք կարող ենք մեր ներսում լինել անտարբեր Աստծո կամքի հանդեպ, կարող ենք անտարբեր լինել մարդու ցավի նկատմամբ, բայց արտաքուստ խաղալ բարեպաշտ քրիստոնյայի խաղը։ Մենք սովոր ենք, հակված ենք տեսնել ուրիշների սխալները,
բայց նախքան ուրիշների սխալները տեսնելը կամ ուրիշներին քննադատելը, եկեք ինքներս մեզ հարց տանք, արդյոք մենք տեսնում ենք մեր սխալները, արդյոք մենք զղջում ենք մեր մեղքերի համար, արդյոք մենք ամաչում ենք մեր մեղքերից եւ արդյոք մենք անկեղծորեն կարող ենք խոնարհվել Աստծո առջև եւ իրեն խոստովանել մեր մեղքերը։ Թե այս դատավորի նման երբեմն մենք հաշտվում ենք մեր մեղավոր վիճակով եւ ասում ենք սա նորմալ երևույթ է։ Եվ այս կոռումպացված, պատկերացրեք այս խավար համակարգի դիմաց, այս անսիրտ դատավորի դիմաց, ում համար չկա ոչ օրենք, ոչ ամոթ, դուրս է գալիս հասարակության ամենաթույլ, ամենաանպաշտպան օղակը, դուրս է գալիս այս դատավորի դիմաց մի այրիկին։ Եվ Աստծո խոսքի մեջ կամ մի հին աշխարհում կար մի եռյակ, որ անընդհատ Սուրբ Գիրքը խոսում է սրա մասին։ Այրին, որբը եւ օտարականը։ Այս եռյակը միշտ գտնվում էր Աստծո ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք զուրկ էին երկրային որևէ հովանավորությունից։ Նրանք չունեին հողի սեփականության իրավունք, չունեին ժառանգության իրավունք, չունեին տնտեսական ոչ մի իրավունք։ Եվ այս այրի կնոջ գոյատևումը ամբողջությամբ կախված էր տղամարդ ազգականներից։ Եթե չկար չափահաս որդի կամ ամուսինը եղբայր չուներ, նրանք հայտնվում էին, այրին հայտնվում էր գրեթե նվաստացուցիչ, ստրկության կարգավիճակում։ Գալիս էին պարտատերերը, խլում էին տունը, ունեցվածքը, կարողությունը, նույնիսկ երեխաներին կարող էին վաճառել ստրկության։ Այնքան էր հասունանում այս ծանր երևույթը, որ նույնիսկ երբեմն այրինները ծախվում էին ստրկության իրենց պարտքերի դիմաց։ Այսինքն այս կինը, որ կանգնում է դատավորի առջև, նա պայքարում է ոչ թե պարզապես սովորական հարստության համար, այլ իր գոյատևման համար, կործանումից փրկվելու համար։ Եվ այն փաստը, որ այս կինը միայնակ է գնում դատարան, ցույց է տալիս, որ ինքը միայնակ է։ Իրեն կողքին չկա հարազատ, չկա մեկը, որ իրեն օգնի, որովհետև հին ժամանակում դատարանում կարող էին միայն տղամարդիկ գնալ, տղամարդկանց աշխարհ էր, այսպես ասած։ Նա չուներ ոչ մի ազգական, չուներ փաստաբան, չուներ ֆինանսական միջոց, որպեսզի կաշառ տա այս դատավորին։ Չնայած նա չունի ոչ մի բան, բայց այս կինը չի հուսահատվում։ Եվ այս կինը հրաժարվում է լինել պասիվ զոհ։ Այս կինը հրաժարվում է լինել պասիվ զոհ եւ հրաժարվում է ընդունել անարդարությունը որպես ճակատագիր։ Եվ նա որոշում է պայքարել։ Նա որոշում է չհանձնվել։ Նույնիսկ չտեսնելով ապագան, նա կառչած է մնում իր արդարության իրավունքին եւ մեզ սովորեցնում է, որ նույնիսկ եթե ամեն ինչ թվում է անհույս, կարելի է պայքարել եւ չհանձնվել։ Նույնիսկ եթե ձեր աղոթքները, մեր աղոթքները մինչև հիմա անպատասխան են, այս կինը մեզ սովորեցնում է չհանձնվել եւ պայքարել մինչև վերջ։ Եվ հետաքրքիր է, որ այս կինը դատավորին չի անհանգստացնում որևէ անփութության համար։ Այս կինը ողորմություն չի խնդրում դատավորից, այլ դատավորից պահանջում է այն, ինչ իրավունքով իրեն էր պատկանում։ Եվ միակ զենքը, որ այս կինը ուներ, դա իրեն ձայնն էր, որ կարող էր բարձրացնել։ Եվ նա դատավորին, ինչպես նշեցինք, չի դիմում հարգալից տիտղոսներով, այսինքն լավ բաներ չի ասում, չի քծնվում, այլ պարզապես պահանջում է այն, ինչ օրենքով իրեն է պատկանում։ Եվ այս կնոջ աղաղակը, ինչպես ասեցինք, գոյաբանական կյանքի պատվի ապրուստի համար է։ Եվ Պաղեստինում նման մի աշխարհում, որտեղ չկա սոցիալական ոչ մի ապահովություն, ոչ մի համակարգ, այս դատավորի մերժումը նշանակում էր աղքատություն, այս կնոջ համար նշանակում էր սով այս կնոջ համար։ Եվ սա անխուսափելի պայքար էր իր գոյատևման համար։ Այս պատմությունը, այս սարակը, սիրելիներ, մեզ աղոթքի մի այլ խորություն է տանում։
Երբեմն մենք հաճախ սկսում ենք աղոթել, Տեր ինչ պիտի հագնեմ, այսօր ինչ պիտի պատրաստեմ, մեքենաս որտեղ պիտի կանգնեցնեմ, գիտեմ Երևանի մեջ մի քիչ դժվար է, կամ օրհնիր բոլոր աշխարհը, ես չեմ ասում, որ նման բաների համար աղոթելը սխալ է կամ պիտի չաղոթենք, բայց աղոթքը ավելի վեհ գաղափար է։ Աստվածաբաններից մեկն ասում է, կուզեմ ընթերցեմ, երբ մեր խնդրվածքները միայն նյութական են, ֆինանս, հարմարավետություն կամ նույնիսկ առողջություն, երբ մենք կենտրոնանում ենք միայն դրանց վրա, մենք կրոնը, մենք հավատքը դարձնում ենք ինքնաբավարարման սպասարկման կայանի։ Ուշադրություն դարձրեցիք, եւ որ մենք կենտրոնանում ենք միայն այդպիսի բաների վրա, մենք հավատքը դարձնում ենք մի բան, որ միայն մեր ցանկություններին պիտի հաճեցնենք, մինչդեռ եկեղեցին, կրոնը եւ հավատքը նրա համար են, որ ապա կենտրոնացնեն մարդու էգոն, որ մարդը միայն իրեն մասին չմտածի, միայն իր ցանկությունները չհաճեցնի նույնիսկ աղոթների մեջ, եւ ցավը նրա մեջ է կայանում սիրելիներ, որ մենք հեռանում ենք կամ մենք դադարում ենք Աստծուն աղոթելից եւ որ Աստված մեր ուզած ձևով պատասխան չի տալիս, կամ լռում է եւ մենք դադարում ենք աղոթել։ Վերադառնալով առաքին ցնցող մի բան է տեղի ունենում այս առաքի մեջ։ Տեսնում ենք դատավորի ներքին տագնապը։ Այս այրի կնոջ անդադար գալը մի հզոր գործողություն է, որ քանդում է, փշրում է այս լռության մշակույթը եւ ստիպում է անարդար դատավորին հաշվի նստել իր հետ։ Այս կնոջ անդադար գալը ստիպում է այս դատավորին, որ իր հետ հաշվի նստի։ Նայեք 5-րդ համարում այսպես է գրված. Սակայն քանի որ այս այրին ինձ հոգնեցնում է, որոշ թարգմանություններում ինձ ձանձրացնում է, բայց հունարեն բառը տեքստի մեջ հուպոպիազա բառն է, որը նշանակում է աչքի տակ հարվածել կամ աչքի տակը կապտացնել։ Սա բռնցքամարտիկի տերմին է, եւ սա ցույց է տալիս այս այրի կնոջ հաստատական պայքարը մինչև վերջ։ Նա համառորեն բռնցքամարտիկի նման փշրում է այդ անարդարության կաղապարը, որ թվում էր թե անփոփոխ է եւ ոչինչ չի փոխվի։ Իհարկե դատավորը չէր վախենում, որ այս կինը ֆիզիկական բռնություն կանի իր նկատմամբ, կամ կհարցակվի կծեցի, խոսքը սրա մասին չի։ Դատավորը մտածում էր իր հեղինակության մասին, դատավորը մտածում էր իր հանգստության մասին։ Եվ նա հանձնվում է ոչ թե նրա համար, որ խիղճը արթնացավ, ոչ թե այդ կնոջը սիրեց, ցանկացավ օգնել, այլ իր էգոիզմից ելնելով։ Եվ նա պարզապես ուզում է ազատվել այս ձանձրույթից։ Ասում է սրա գլուխը չունեմ կարճ ասած։ Այրին իր հաստատակամության արդյունքում հասնում է իր ուզածին։ Սակայն այստեղ կարևոր աստվածաբանական կետ կա, որ անպայման կուզեմ նշեմ, որովհետև երբեմն սխալ են ընկալում։ Երբեմն այս առակը մեկնաբանվում է այնպես, որ մենք այրիկինն ենք, ուրեմն դատավորը Աստված է, ում պետք է անընդհատ խոսենք, որպեսզի կատարվի մեր ցանկացածը, ում պետք է անընդհատ անհանգստացնենք, որպեսզի մեր ուզածը կատարվի։ Սակայն սիրելիներ, ճշմարտությունը այն է, որ Աստված անարդար դատավոր չէ։ Աստված արդար դատավոր է։ Աստված անտարբեր չէ մարդու ցավի նկատմամբ։ Աստված սիրում է մարդ արարածը։ Մենք չենք աղոթում, որպեսզի Աստծո միտքը փոխվի։ Մենք դրա համար չենք աղոթում։ Եվ մեր շատ խնդիրներով, խնդրելով մենք չենք կարող հոգնեցնել Աստծուն, որ Աստված ստիպված ասի լավ, իրեն ուզածը անեմ։ Այստեղ Աստված հակամետաֆոր է, հակապատկերն է այս դատավորի։ Նա ոչ թե ձանձրացող տիրակալ է, այլ սիրող հայր է։ Սա գրական խոսքի ձև է, դատավորի հակապատկերն է։ Եվ նայեք ինչ է ասում։ Եթե նույնիսկ այս անսիրտ դատավորը, ով ոչ Աստծուց է վախենում, ոչ էլ մարդկանցից է ամաչում, ստիպված է արդարություն անել, ապա որքան առավել ձեր երկնավոր հայրը պատրաստ է լսել իր զավակներին։ Սա փոքրից մեծը տանող պատկեր է։
եւ պիտի խնդրեմ, որպեսզի չշփոթենք Աստծուն այս անարդար դատավորի հետ։ Այս դատավորը տվեց ցանկացածը, տվեց պահանջվածը, որպեսզի ազատվի այս կնոջից։ Իսկ Աստված տալիս է, որովհետև սիրում է քեզ։ Աստված լսում է աղոթքը, որովհետև սիրում է իր զավակներին։ Եվ աղոթքի մեջ համառությունը ոչ թե Աստծուն է փոխում սիրելիներ, այլ մեզ է փոխում։ Աստված անփոփոխ Աստված է։ Այսինքն մեր աղոթքը ոչ թե հարմարավետության համար է, այլ աղոթքը հավատարմություն է։ Եվ այս հավատարմությունը ոչ թե լոգ մտային զգացմունք է, այլ արթուն պատրաստվածություն է։ Աստված մեզ չի կանչում աղոթքով բարելավել մեր հարմարավետությունը։ Աստված կանչում է, որպեսզի մենք հավատարիմ մնանք։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կարծես տակնու վրա է լինում, երբ ամբողջ աշխարհը փլուզվում է, Աստված ուզում է, որ մենք իրեն հավատարիմ մնանք։ Երբ մենք աղոթում ենք ցերեկ ու գիշեր Աստծուն, մենք առաջին հերթին հիշեցնում ենք ինքներս մեզ, որ մեր գործը ոչ թե անսիրտ դատավորի հետ է, այլ սիրող հոր հետ է։ Եվ հետո այս պատմության մեջ գալիս է ամենադժվար միգուցե հասկանալու պահը։ 7-րդ համարում ասվում է, որ իսկ Աստված միթե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր ցերեկ աղաղակում են նրան, նույնիսկ եթե ուշացնում է։ Եվ այս ուշացնելը շատ դժվար է ամեն մեկիս համար։ Եվ որ պատասխան ու ուշանում է, մարդիկ կարող են ասել, երբ որ ես անհատական ցավ ունեմ, եւ որ իմ երեխան խնդրի մեջ է, եւ որ ես ցավի եւ տառապանքի միջով եմ անցնում, ինչու է Աստված ուշացնում, եթե սիրող հայր է։ Եվ այս հարցից մենք չենք կարող խուսափել։ Մենք կարող ենք վրայով թռնել, անցնել, գնալ եւ կարծես չնկատենք, բայց այս հարցը կա որոշ մարդկանց մոտ։ Նախ պետք է հիշենք սիրելիներ, որ հատվածը գոյաբանական պայքարի հարց է։ Հիշեք ում է գրում Ղուկաս ավետարանիչը, մի համայնքի, որ ասում է տառապանքի, ցավի եւ դժվարության միջոցով։ Եվ կարծես Աստված լուռ է եւ Աստված չի պատասխանում։ Չկա արդարություն, չկա Աստծո խոստացյալ արքայությունը եւ ինչ պիտի լինի այս աղաղակող համայնքի հետ։ Արդյոք Աստված պիտի պատասխանի իր ժողովրդի ազատագրման ու փրկության աղաղակներին։ Եվ պատասխանը ավետարանի մեջ գրված է. այո, անշուշտ եւ հստակ Աստված պիտի պատասխանի։ 8-րդ համարում ասում է, որ ասում եմ ձեզ, շուտով նրանց հանդեպ արդարություն կանի։ Վերջին ու հաղթական խոսքը պատկանում է Աստծուն, սիրելիներ։ Աստծո պատասխանը կասկածի տակ չէ, բայց Աստծո պատասխանը երբեմն գալիս է ոչ մեր սպասած եղանակով։ Աստված արդեն իսկ սկսել է պատասխանը, սկսել է արդարության գործընթացը Քրիստոսի աշխարհ գալով եւ Քրիստոսի մահով եւ հարությամբ։ Աստված իր սեփական որդուն Հիսուս Քրիստոսին, ով գիշեր ու ցերեկ աղաղակում էր հորը, ոչ թե արդարացրեց տառապանքից խուսափելու միջոցով, այլ խաչի եւ հարության միջոցով։ Աշխարհը դատապարտեց Քրիստոսին, բայց Աստված հարություն տվեց ցույց տալով Քրիստոսի արդարությունը։ Եվ Աստծո պատասխանը, սիրելիներ, միշտ գալիս է, բայց հաճախ գալիս է խաչի ճանապարհով, բայց որին հաջորդում է հարությունը։ Եվ մեր հավատարմությունը, սիրելիներ, փորձվում է, երևում է այս միջանկյալ ժամանակահատվածում։ Մենք կարծես կանգնած ենք Գեթսեմանի տագնապի եւ հարության առավոտվա լույսի մեջտեղում։ Մենք կարծես գտնվում ենք ուրբաթի եւ կիրակի օրվա մեջտեղում, այս հատվածի մեջ, որտեղ մենք պետք է հավատարմությամբ, աղաղակելով, չվհատվելով գնանք դեպի Աստված եւ ոչ մի անգամ չվհատվենք։ Ահա թե ինչու է այս հատվածը ավարտվում հետաքրքիր մի հարցով, որ սարսուռ է առաջացնում մարդկանց մեջ։ 8-րդ համարը ավարտվում է այսպես. Սակայն երբ մարդու որդին գա, արդյոք հավատք կգտնի երկրի վրա։ Եվ սա պարզապես հռետորական հարց չէ, սիրելիներ, այլ մարտահրավեր է ուղղված ամեն մեկիս։
ինձ եւ քեզ։ Այս հարցը կարելի է հասկանալ այսպես. արդյոք իմ ժողովուրդը հավատարիմ կգտնվի թե ոչ, կարող է մինչև վերջ հավատարիմ մնա թե ոչ, եւ որ մարդու որդին գա երկրի վրա հավատ կգտնի թե ոչ, այս չար, դժվար, տառապող աշխարհի մեջ, այս աշխարհի տառապանքի եւ չարիքի մեջ մենք որպես համայն երբեմն թուլանում ենք, երբեմն ընկճվում ենք, տեսնելով չարիքը, անարդարությունը, բայց Աստծո կամքն է, որ մենք կարողանանք հաստատուն մնանք եւ չդառնանք այս անարդարության մի մասը։ Եվ ես շատ անգամ աղոթում եմ, որ Տեր օգնիր ինձ, որ այս չարիքի մեջ ես չչարանամ։ Տեսնելով չարիքը ես կարողանամ արդար մնալ։ Դրա համար Աստծո ողորմությունը եւ օգնությունն է պետք։ Արդյոք երբ Քրիստոսը գա իր փառքով, նա կգտնի եկեղեցին, որը ոչ թե հանձնվել է, այլ գտնվում է այս սուրբ պայքարի մեջ եւ արթուն աղոթքի մեջ։ Եվ սիրելիներ, այս անպաշտպան այրիկինը մենք նայեցինք սրան, ով կանգնեց այս անսիրտ դատավորի առջև, ով իր ձայնով փշրեց այդ անարդարության կաղապարը, դատավորը, որ արդարություն արեց, որքան առավել մենք հույս ունենք, որովհետև մեր աղոթքը ուղղված է մեր սիրելի հորը, ոչ թե մի հատ անշնորհք պաշտոնյայի, ով սիրում է միայն փողի լեզուն։ Սիրող հայրը պատրաստ է լսել եւ պիտի ժամանակին պատասխանի իր համայնքի, իր ժողովրդի աղոթներին։ Եվ սիրելիներ, թող որ մեր աղաղակը մեզ միշտ արթուն պահի, որպեսզի եւ որ Աստված Հիսուս Քրիստոս իր փառքով գա, գտնի մեզ կենթանի հավատքի մեջ, այն հավատքի մեջ, որ չվհատվեց, այն հավատքի մեջ, որ սпасեց, այն հավատքի մեջ, որ տոկած, պայքարեց եւ հաղթական գտնվեց։ Եկեք շարունակենք մեր հավատքի կյանքը ոչ թե որպես պարտվածներ, այլ որպես Աստծո ընտրյալներ, որ գիտենք, որ Աստված անպայման պիտի պատասխանի մեր աղաղակներին, թող Տերը օրհնի իր խոսքը։